Բարեսես սիրելի հյուսատիտողներ, համապետական հունիսի 7-ը 2026 թվականի ընտրություններում մնացած է մոտարապես 4 շաբաթ եւ դա հետաքրական պատմաշրջան պիտի թեւագողե ոչ միայն հայկական պետականությունը, այլ նաեւ ամբողջ հայ ազգը, որովհետեւ պայքար գերտա գուբերնիայի, այսինքն ծայրաքավարի գոմնագիցների եւ հայկական ինքնիշխանության անկախության պաշտպանության հզորացման գոմնագիցների միջև։ Իսկ ամենահետաքրական եւ թրական երևույթները մեկը այն է, որ շատ կովելի է, որ քաղաքացիական պայմանագիր իշխող գուսակցությունը իր նախընտրական պլատֆորմի մաս կգազմի արդեն Հայաստանյաց Արաքելական եկեղեցու ազատագրման ամենակարևոր գրվանները մեկը, որը կվերապերի Հայաստանյաց Արաքելական եկեղեցու վերին ղեկավարությունը բռնազավթած Կարեկին Գդրիչ Ներսեսյանի եւ իր արունագից եղբոր Եզրաս, որ նաեւ KGB-ի անունով ծանոթ է Գարո Ներսեսյանի եւ իրենց գծորդներին բազմաթիվ թեմերներ դժբախտաբար, որովհետեւ իրենց ցանցը այնքան ուժեղացած է վերջին 26-27 տարիներուն, որ բռնազավթած են նաեւ ազատ աշխարհի մեջ կորձող թեմեր եւ որոնց հերթին արեմդյան թեմը եւ իրենց ամիջական գծորդը Հովնան arczepiskopos Տերտերյանը, Կանադայինը, Հովագիմյան եպիսկոպոսը, ինչպես եւ Արևելյան Ամերիկայի Բարսամյան եպիսկոպոսը եւ դեռ անշուշտ շատ խոսելիք ունենք Ֆրանսիայի եւ այլ թեմերու մասին, բայց ներկայիս այսքանը թե ինչ կվերապերի քաղաքացիական պայմանագիր գուսակցության նախընտրական պլատֆորմի հետ կապված այդ կարևոր որոշումին, որ գուսակցությունը իր ընդհանուր համակումարին ընդունած է եւ որթեքրած է որպես հետակա քայլերը եւ հետ ընդդության ժամանակաշրջանին իրակորձվելիք այն առաջադրանքները եւ որոնց հերթին, ինչպես որ նշեցի, Կարեկին Գդրիչ Ներսեսյանի եւ իր գլանի հերացումը եւ այդպեսով Հայաստանյաց Արաքելական եկեղեցու ճանապարհը հարթելու թեպի ժողովրդավարության վերագանքման աշխատանքներուն եւ պետք է ասել, որ այն գրագը, որ վարված է արդեն գրեթե 7-8 տարի եւ ավելի քան, ասենք 15 տարի ավելի, ասենք աստիճանական խդացումով, ուժեղացումով այդ շարժումին, բայց հատկապես վերջին 7-8 տարիներուն այդ պայքարը, այդ արշավը գարձեք ավելի ուժգին դարձավ շնորհիվ մեր ժողովրդի զարթոնքի, մեր ժողովրդի ըսկոնության, որ ոչ միայն հայկական պետականության ինքնիշխանության համար պայքար պետք է դարվի, այլ նաև հայկական պետականության պետական համար առաջին սպառնալիք հանդիսացող Հայաստանյաց Արաքելական եկեղեցու գոռոմփացված ղեկավարության արգայությունը։ Ուրեմն Կարեկին Գդրիչ Ներսեսյանի մասին, որ բազմիցս ասենք բարձրացնված է, թե ինչպիսի հայր ունեցած է եւ արդյոք իր հայրը աստած է իր ինքնության, իր արժեհամագարքի վրա, ինչպես եւ անշուշտ իր եղբայրը Եզրասը եւ իրեն նմանող գլանագիցները։ Հայտնի հրապարակախոս Նաթալի Ալեքսանյանը վերջերս հրապարակում կատարած է Գդրիչ Ներսեսյանի մասին, միասին դիտենք եւ շարունակենք մեր զրույցը։ Ծանոթացեք, նկարում Գրիգոր Ներսիսյանն է։
Կտրիչ ու Եզրաս Ներսիսյանների հերը, Ոսկեհատ գյուղում հայտնի որպես Գիժ Գրիգոր։ 1940 թվից կանացի շորերը հագել ու լալ ձևացել, որ կռիվա, որ չգնա պատերազմ։ Շուրջ 6 տարի ձևացել է խուլ ու համր։ Պատերազմի ավարտից հետո մի անգամից լեզուն բացվել է, սկսել է խոսել ու յուբկեն փոխել շալվար է հագել։ Հենց այդ տարիներին պսակվել է կտրիչի ապարանցի մոր, Խաթունի հետ, ունեցել 3 տղա, 3 աղջիկ։ Բայց 6 երեխա ունեցող Խաթունը մահացու հալածանքների է ենթարկվել Գիժ Գրիգորի կողմից։ Գիժ Գրիգորը խզել է կապը Խաթունի բոլոր հարազատների հետ։ Նրանց արգելել է գալ Ոսկեհատ, որպեսզի չիմանան ու չլսեն այն տանջանքների մասին, որոնք կրում էր Խաթունը Ոսկեհատում սեփական ամուսնու ձեռքով։ Գիժ Գրիգորը կնոջը կախել է գոմում գլխիվայր ծեծելով գոտիով, քաշել եղունգները ու դրանք արել է զավակների աչքի առաջ, ովքեր չեն արձագանքել մոր տանջանքներին։ Հաճախ հարևաններն են օգնության հասել։ Ընտանիքի ավագ զավակը Կտրիչ Ներսիսյանը լուր հետևել է մոր տանջանքներին, որոնց կինը չդիմանալով երիտասարդ տարիքում մահացել է։ Կտրիչ Գիժ Գրիգորիչը մոր հիշատակը հետագայում հարգել է սիրուհիների բջերին Խաթուն անվանելով։ Սա էլ Կտրիչի ընտանեկան պատմությունը, որն իր մեջ պարունակում է երիտասարդ կնոջ ողբերգական պատմություն։ Իսկ ցավալին այն է, որ հոր գժությունները գենետիկ կերպով անցել են Կտրիչին ու Եզրասին, ու ընդհանրապես այսուհետև Գիժ կտե։ Համի բանել։ Այդ աղա Կտրիչ, ասում են հերդ, նասկիների մեջ էր փողը պահում, որ հանկարծ դու Եզրաս աղբերդ չգողանաք այդ փողերը։ Հետաքրքրականն էնա, որ դու աղջիկ չես եղել ու լիպչիկ չես հագել։ Հակառակ դեպքում հերդ ստիպված կլիներ լիպչիկի մեջ պահել փողերը։ Լսեցինք, ծանոթացանք, թե ինչպիսի թիբուկ կերպով գնահատագրե Նաթալի Ալեքսանյանը Կտրիչ Ներսիսյանի հորը Գիժ Գրիգորի էությունը։ Իսկ այս վերջին ժամանակներում մենք ականատես եղանք հորի երևույթիմը բազմաթիվ Արևմտյան Միացյալ Նահանգներու ասենք բնակիչ ամերիկահայեր եւ հատկապես արևմտյան թեմի Ամերիկայի արևմտյան թեմի շրջանագի ասենք հայրենագիցներ եւ հավատագիցներ գբարսացային եւ գաղագեն իրենց վրթովմունքը հայտնելով թե ինչու արժանապատիվ վարչապետ Փաշինյանի ներկայացուցիչը Ամերիկայի Միացյալ Նահանգներու մոտ դեսպան բարոն Նարեկ Մգրչյանը հանդիպած է հadoop կերպով արդեն լայնորեն վարգազրկված Հովնան arczepiskopos Տերտերյանին եւ այս արդիվ բավականին զրույց կա թե արդյոք ճիշտ դրավ հիմա լսենք իմ զրուցակցին հայտնի հրապարակախոս բարոն Ոսկե Մխիթարյանին։ Բարոն Չապարյան, այդ հանդիպման մասին որ ակնարկեցիք, ոչ միայն մեր ագնոցով մենք շիդակ չենք տեսնել այդ բոլորը, ես կգարձեմ, որ մեր նվիրապետական աթոռներու Փարսասիջան եկեղեցականները նույնքան պետք չէ հարմար նկատեն այդ բոլորը, որովհետև տեսանք Հովնան arczepiskopos ինչպես երկու թելի վրա խաղաց, փորձեց 10 խմբագին միանալ, ապա հեռացավ այդ բոլորեն։ Եվ այս բոլորի լույսի ներքո այսօր հանդիպում կունենա։ Այդ հանդիպումեն ես քիչ մուգուզեմ ավելի անտին աստիլ, երբ բոլորս իրազեկ ենք, թե ինչպես Հայաստանյաց Արաքելական եկեղեցու նավը փոթոր գալից Օվկիանոսի մեջ այսօր, որուն անդրադարձը նաև մեր ժողովրդի ամենօրյա կյանքին վրա է։ Ինչպես կրնալ հոգևոր հայրեր դուք այսքան անդարբեր կմնաք եկեղեցու խռովահույս այս իրավիճակին։ Բոլոր դալ կտեսնեք, թե ինչ կդառնա հայրենիքներս, անդրությունները մոտ են, բայց դակավին ամենայն հայոց հայրապետ Քարեկին Գաթողոս չհրաժարիր
հստակ հագարակեցված ունենալու իշխանության դեմ։ Ինչպես կարելի է այս բոլորը ընդունել։ Եկեղեցին պետք է զորավի կանգնի իշխանության եւ ոչ թե թեմ կանգնի եւ խոչընդոտե իշխանության կամ պետության գադարելիք հարաճիգա կորձերը ինմաս հայ ժողովրդի բարոյական։ Ժամանակը հասած է որ խոսիկ սիրելիներ։ Ըստ երևույթին արժանապատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գարկմը խորհրդականներ սխալ ընթացքի մեջ են, որովհետև ինչպես կարելի է լայնամասշտաբ եւ բազմաշերտ մագարտակների վրա վարկազրկված գեղձ հոգևորականի հետ կգաբեն իրենց ճակատագիրը։ Ինձի հարցնողն է եղան, թե արդյոք ճիշտ կգտնակ հարկարժան տեսփան Նարեկ Մկրտչյանի հանդիպումը Հովնան arczepiskopos Տերդերյանի հետ։ Իմ պատասխանս իրենց եղավ առանցին զրույցներու ժամանակ Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ պետք է որ աշխարհին ցույց տա ըստ երևույթին, որ իր գաբերը Հայաստանից արաքելական եկեղեցու հետ լավ են եւ կրոնական հալածանք չի կազմակերպել եւ չի պատրաստվի լինել, ինչ որ անշուշտ եթե այդ է նպատակը հասկանալի է, քովելի չէ, սակայն հասկանալի է։ Իսկ նաեւ պետք է նշենք, որ Հովնան arczepiskopos Տերդերյան մեծ երազներ կհետապնդե եւ գնահապատրաստվի դեղափոխվել արեմդյան թեմեն թեպի մայրաթոր եւ դառնալ ամենան հայոց հայրապետ եւ ըստ երևույթին մյուս կողմենալ վարչապետ Փաշինյանի ղարավարության գարկմը, ասենք վարչապետի խորհրդականներ գխորին թե պետք է իրենք ամեն կերպ օգտագործեն Հովնան arczepiskopos Տերդերյանին անգլերեն լավ խոսքը կա ուրեմն mutual exploitation այսինքն փոխադարձ օգտագործում մեկը մյուսին օգտագործե մեկը մեկ նպատակով մյուսը իր անձնական նպատակով սակայն իրականության մեջ այստեղ է վատ լուրը վարչապետ Փաշինյանի ասենք կառավարության համար եւ քաղաքացիական պայմանագիր իշխող գուսակցության համար ճիշտ է հավանաբար գարկմը շահեր գաբահովի այսօրվա իշխող գուսակցություն եւ կառավարությունը Հովնան arczepiskopos Տերդերյանին հետ սերտ կապեր զարգացնելով հակառակ որ իմանալով որ անի երկու թելի վրա կբարե եւ այնպես մգցեվանա որ ինքը Հայաստանից արաքելական եկեղեցու բարեգարկման գոմնագից է սակայն աբսուրդ գեդը աբսուրդությունը այն բանի մեջ է որ անհետությունը այն բանի մեջ է որ ինչպես մեկը անցմը գրնա կորզնական գերբով մասնագիցը լալ Հայաստանից արաքելական եկեղեցու բարեգարկման ասենք աշխատանքներուն երբ ինքը թերևս գշարունակի անբաժան մեկ մասնիկը լալ անբաժան մասը լալ Հայաստանից արաքելական եկեղեցու փլուզման իսկ անգետ զադալ ամբողջ ամերիկայությունը արդեն իրազեկված է որ Հովնան arczepiskopos Տերդերյան միան գրոնական ղեկավարի ասենք թերագադարությամբ չէ բավարարված սկսած ասենք 2005, 2006, 2008 թվականներին սկսած է արդեն քաղաքական ասենք թերագադարությունը ստանցնել երբ ինքը ընդամենը հոգևոր առաջնորդ է եւ ոչ թե քաղաքական առաջնորդ է այս է մեր խնդիրը որ ընդհանրապես մենք խնդիր ունենք մենք որպես ամերիկահայեր եւ ընդհանրապես հայ ժողովուրդ մենք մեծ խնդիր ունենք ըլլա անտիասական թեմի ըլլա էշմիազնական թեմի առաջնորդներու գողմե իրենց այդ դիդրոսը չարաշահելու հետ որովհետեւ երբ մենք կսենք
թեմագալ առաջնորդ պիտի հասկանանք հոգևոր առաջնորդ, գրոնական առաջնորդ։ Սակայն ըստ երևույթին երկու միապանություններու թեմագալ ներկայացուցիչները ինչ որ գեբ քաղաքական կյանքերս միջամուխ կլան եւ իրենց առաջնորդ դիդրոսը կսկսին չարաշահել եւ այնպես իրենց կներկայացնեն որ իրենք յուրաքանչյուրը ամերիկահայության այս բարակային արևմտյան միացյալ նահանգներու ամերիկահայության քաղաքական առաջնորդներն են միևնույն ժամանակ եւ այս ծուղակի մեջը գինա ովևէ կառավարություն որ նույն ցևի կորձունեություն գծուսափերը ինչ որ տեսփան Նարեկ Մգրչյանը վերջերս ցուցաբերեց Լոս Անջելեսի մեջ եւ փանից դուրս կուքա որ երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը գբահանչե Հայաստանյաց արաքելական եկեղեցիի ղեկավարներեն որ քաղաքական կյանքերն ցերնամուխ չլան իրենց հոգևոր ստատուսը չարաշահելով բայց նույն զուգի մեջը գինա Հարկարժան Փաշինյանի կառավարությունը երբ այդպիսի ասենք վերապիրմունք ցույց կտա եւ գրոնական առաջնորդին նաեւ դիդրոսը եւս կշնորհե զան որագելով քաղաքական առաջնորդ իսկ քանի որ հիմա արդեն հստակ է որ Հովնան arczepiskopos Տերտերյան քաղաքական ղեկավար որպես հանդես եկած է վերջին տարիներուն մենք շատերս ականատես եղանք թե ինչպես Հովնան arczepiskopos Տերտերյան քաղաքական ղեկավարի գողմե զորակցություն վայելած տեխնազուներ մեկը մյուսին յետևեն Ամերիկայի ընտրություններուն դեղական նահանգային ընտրություններուն դանուլ դված են Սկսենք ուրեմն առաջին զոհը Հովնան arczepiskopos Տերտերյանի զորակցությունը վայելած սակայն ընտրություններուն դանուլ դված է Փասադինայի քաղաքի նախկին մեյորը որ հիմա արդեն բացմության անցավ որովհետև տեխնատության ժամանակ ինչպես որ էկրանի վրա կտեսնենք այս Հարկարժան նախկին մեյորը Հովնան arczepiskopos Տերտերյանին հետ հանդիպում ունեցավ եւ ուրախությամբ իր լուսանգարը դարածեց սակայն փանից դուրս եկավ որ ընտրություններուն դանուլ դվավ երկրորդ զոհը շատ հետաքրքրական բացմություն կա նախկին քաղաքապետարանի խորհրդի անդամ եւ վերջերս նոր ընտրված Վարդան Կարպետյանի հետ ուրեմն ինչ պատահեցավ մոտ 6 տարի առաջ Վարոն Կարպետյան ինչպես որ Փասադինայի նախկին մեյորը հայտնվեցավ Հովնան arczepiskopos Տերտերյանի գողքին եւ լուսանգարը դարածեց այդ ընտրություններուն դանուլ դվավ այսինքն ցահողեցավ բարդվեցավ իսկ հաջորդ անգամ երբ իր տեխնազությունը ներկայացուց այդ ժամանակը ովևէ գերբ առնչություն չունեցավ եւ ոչ մեկտեղ իր լուսանգարը չհայտնվեցավ Հովնան arczepiskopos Տերտերյանին հետ եւ այն ժամանակը ընդրվեցավ իսկ երրորդ զոհը մարզային մագարտակի վրա ընտրություններուն Ռիկ Կարուսո որ Լոս Անջելեսի քաղաքապետի Բաշտոնի իր տեխնազությունը ներկայացած էր եւ անալ իր հերթին զոհը դարձավ երբ շատ մոդեն առնչվեցավ Հովնան arczepiskopos Տերտերյանին հետ անալ իր հերթին ընտրություններուն դանուլ դվավ հետաքային 2020 թվի նախագահական ընտրություններուն նախագահ Թրամփի ներկայացուցիչը երբ Արևմտյան Միացյալ Նահանգներ եկավ անալ մոդեն առնչվեցավ Հովնան arczepiskopos Տերտերյանի հետ եւ 2020 թվին մենք ականատես եղանք նախագահ Թրամփի բարդության հիմա հուսալի է որ այս սերտ գաբերը Փաշինյանի կառավարության ներկայացուցիչներուն եւ Հովնան arczepiskopos Տերտերյանի միջև
նույնանման արդյունքի չեն հասցներ մեր ժողովրդին հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններուն։ Եթե հարկարժան արժանապատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականները ատկանած սրտացավ չեն Հայաստանի աբակայով, պետք է որ վարչապետ Փաշինյան իրենց մեկտի շբրդե, որովհետև այս մարդիկը առաջ կդանին այնպիսի անձնավորությամը, որ անբաժան մասնիկն է Հայաստանյաց առաքելական եկեղեցվո փլուզման։ Պարոն Չապարյան, շատ հստակ կերպով առանց բարերը ձանձմելու հայտարարեցիք, թե ինչ է վիճակը ներկա հոգևորականության, որոնք ամբողջությամբ գլանված են քաղաքական կյանքի մեջ։ Մեկնելով Ամերիկային երթանք Հայաստան, որովհետև մեր մտահոգությունը ներկայիս Մայր Աթորի ղեկավարությունն է։ Մայր Աթորի ղեկավարությունը այսօր ամբողջությամբ անդարբեր է հայ եկեղեցու աբակայով եւ ադիգա ոչ թե խոսքով կորզնականավես։ Այսօր Հայաստանյաց առաքելական եկեղեցին գդարաբի եւ հագարակ իրանցիալի փարքին, հագարակ իրանցիալի գդարած այդ մեծ կորզերուն, որպես բեդության զորավիկ, այսօր ցախողացի իր առաքելության մեջ եւ մենք որպես հավատացյալներ, համասփյուր հավատացյալներ Հայաստանյաց առաքելական եկեղեցու գբահանչենք մեր փարսաստիճան հոգևորականներեն, որ լրջորեն մոդենան այս հարցին։ Պետականաշինության գաղափարը պետք է զարգանա ոչ միայն մեր ժողովրդի մոտ, այլ նաև այդ ժողովրդին մասնիկը, անպաշտպան մասնիկը եղող հոգևոր ծառայողներուն, հոգևորականության եւ այսօր չկան այդ բոլորը։ Լրությունը սիրելի հոգևոր եղբայրներ, ոչ թե անդարբերություն է այս բարակային, այլ մեղսակցություն է։ Բարոն Մխիթարյան, ըստ ցեզ ինչպիսի լուծում, կորձնական լուծում, որովհետև ըստ երևույթին մենք ականադես եղանք անցնող ամիսներու ընթացքին, որ ուրախալի իբրև թե ուրախալի երևույթ Հովնան arczepiskopos Տերտերյան միացավ այդ 9 եպիսկոպոսներուն, որբեսի միասնապար Քարեքին B Գդրիչ Ներսեսյանի հրաժարականը պահանջեն։ Հետաքային անշուշտ մեջտեղ ելավ, որ Հովնան arczepiskopos Տերտերյան երկու թելի վրա գբարե օրվան առաջին կեսին Քարեքինաբաշտ է, երկրորդ կեսին հրաժարականը պահանջող եւ այն ժամանակ գիշեք մենք բարձրացնեցինք, որ նույնիսկ եթե 20, 30, 40, 50 եպիսկոպոս համախմբվին եւ պահանջեն Քարեքին B-ի հրաժարականը, այն ժամանակ գիշեք մենք այդ ժամանակը հստակ ասինք, որովհետև Քարեքին B-ն այդ ճանապարհով հրաժարական պիտի չի դա։ Ինչն է կորզնական ճանապարհը։ Բարոն Չապարյան, ես իմ մտքից մեջ շատ հստակ է։ Եթե մեր փարսասիջան հոգևորականությունը գակնարկեն բոլոր նվիրաբեդական աթոռներու ունին լրջ մտահոգություն հայ եկեղեցիով եւ հայ եկեղեցականի արժանապատվությամբ պիտի անպայման բարդատրեն, որ եպիսկոպոսական ժողով ըլլա։ Չի կարելի, որ այդքան բազում հոգևորականներ երբ խնդրեն եւ բահանջեն, անպայման եպիսկոպոսական ժողով տեղի պիտի ունենա։ Բարոն Մխիթարյան, եթե հանգարց բադահի որ բոլոր միապանականները դարբեր միապանություններու վերնախավը, եպիսկոպոսները, arczepiskopոսները, կաթողիկոսը, արամ վեապարը եւ բադրիարքները իրենց բարդականությունը չիրականացնեն ասկային եկեղեցական ընդհանուր ժողովի բահանջի արդիվ, արդյոք ինչպիսի քայլ պետք է թիմե Հայաստանյաց առաքելական եկեղեցու հավատացյալը, որբեսի իրականացնե Քարեքին B Գդրիչ Ներսեսյանի հրաժարականը եւ նոր ամենան հայց հայրաբեդի ընտրությունը։ Բարոն Չապարյան,
հստակ է, երևույթը հստակ է, որ Կարեկին Գաթողոս 26-27 դխրարճակ դարներու ընթացքին ինչ վիճակի բերավ Հայաստանից առաքելական եկեղեցին։ Այսօր ժողովուրդը գրնա ոտքի ելել եւ բանջել, բայց մենք չենք ուզեր այդ վիճակը անգամ եւս ստեղծել, ինչ որ բադայցավ 2008 թվականին նոր Հայաստան նոր հայրաբեդ շարժման հետ։ Հետևաբար անպայման նվերաբեդական աթոռները պիտի բարդացրեն։ Իսկ եթե բադայի որ ինչպես դուք հարցը դվիկ, եթե անդարբեր գտնվին, մենք գամա ագամա իրավունք կուտանք հայրենի պետության, որ միջամտե այս բարակային եւ բարդացրե։ Համախմբե եկեղեցականներ, բոլոր անոնք, որոնք լուրջ են հայ եկեղեցու բարեկարգությամբ համախմբվին իր հովանի ներքև եւ անպայման դեղի ունենա եպիսկոպոսական ժողով։ Եթե այս համախմբումը ըլլա եւ բոլոր եկեղեցականներ լրջությամբ օդենան հարցին, ես չեմ կարծեր, որ Կարեկին Գաթողոս պիտի ընդդիմանա ընդհանրակը, եթե իսկապես կհավատա եկեղեցու առաքելության, արդեն միջի հիմա պետք է հրաժարած ըլլալ։ Բայց որովհետև չհրաժարեցավ, հիմա բարդատրապար պիտի հրաժարի, որպեսզի փրկվի Հայաստանից առաքելական եկեղեցին։ Անշուշտ Բարոն Մխիթարյանի առաջադրանքը, որ եթե հավատացյալները եւ եկեղեցու վերնախավը, եպիսկոպոսները չկարողանան համատեղ կերպով ազգային եկեղեցական ընդհանուր ժողով իրականացնել, ապա ուրեմն ներկա Հայաստանի կառավարությունը շատ զգույշ պետք է ելա, որովհետև սա վիրահատություն է։ Պետք չէ այնպես մը դուրս գա, որ պետությունը գմիջամտե եկեղեցու գործերներս, այլ բարձրապես հայկական պետականությունը իշարս ազատ աշխարհի պետություններուն բարդավոր է իր քաղաքացիներուն պաշտպանելու ընդհեմ Հայաստանից առաքելական եկեղեցին բռնազավթած, Հայաստանից առաքելական եկեղեցին չարաշահող, հայկական պետականության սահմանադրական գարքը դաբալելու միտված այն գեղձ ոչ եպիսկոպոսները, չկաթողիկոսները եւ ընդհանրապես գեղձ հոգեվորականները չեզոքացնելու աշխատանքի մեջ։ Մենք շատ լավ դեղյակ ենք, որ ինչպես Ամերիկայի կառավարությունը 2000 թվականներու սկիզբները եւ Boston Globe-ը ասենք մանկաբուծության վերաբերյալ կաթողիկե եկեղեցու մասին բացահայտումներ սկսավ անել եւ այն ժամանակ ամերիկացի ժողովուրդը խորեցավ, որ Ամերիկայի թադայրավական համագարկը իրավունք չունի կաթողիկ եկեղեցին ներս եղած ոչիրներուն անդրադառնալու, ապա ուրեմն բանից դուրս եկավ, որ Ամերիկայի պետությունը բարդականությունը ուներ եւ ունի եւ պիտի ունենա իր քաղաքացիներուն պաշտպանելու եւ մենք այն ժամանակը հետագա դարիներուն ականադես եղանք, թե քանի տասնյակ կաթողիկե գղերներ ազատազրկվեցան հանցագործության վրա փաստարկվելով, թե իրենք ինչպիսի հանցագործություններ ըրած են։ Ուրեմն այս պրիզմայի տակ հայկական պետականությունն ալ իրավունք ունի բազում հանցագործություններու մեջ մասնակից եղած Կարեկին Հովնան arczepiskopos Տերյանին Մոսկվայի եզրասին եւ իրենց գլանագիցներուն բռնելու, թադելու եւ պատասխանատվության ենթարկելու եւ ապահովեցնելու, որ Կարեկին Գդրիշ Ներսեսյանը, որ ցնցոտիներով եկած էր մայրաթոր եւ գերս որպես գերս հոգեվորական, սակայն KGB-ի կորզակալ իր ցնցոտիներով վերաթարնա ոչ թե դուն, այլ ազատազրկման վայր Նուբարաշինի քրեագադարողական հիմնարկ, որտեղ ինքը արժանի է եւ իր գլանագիցները իարգե միասին անցնելու իրենց արժանի բադիժի
ասենք սահմանված դարիները։ Բարոն Չապարյան շատ հետաքրքրական գեդի մվրա տրիքսեր մադը բարձաբես գուզեմ հիշեցնել մեր ժողովրդին, մեր ազնիվ ժողովրդին, որ դարօրինակ երբեք թող չթվի, որովհետև հայոց պատմության մեջ շատ է շարքը այն փարսաշրջան եկեղեցականներուն, որոնք շահագործած են իրենց թիրքը որպես կաթողիկոս եւ ապա հերացված են այդ աթորեն։ Հետևաբար նույնը պետք է կատարվի այսօր, որտեղ հստակ կերպով գիտենք, որ մայր աթորը չարաշահված է Կարեկին կաթողիկոսի կողմէ, որ 26 տարիներու ընթացքին այս հայտարարակ օրերուն հաստուց հայաստանյաց առաքելական եկեղեցի։